Հանուն Հոր և Որդու և Հոգվույն Սրբու ամեն, իմաստություն Հոր Հիսուս, տուր մեզ իմաստությունս բարիս խորել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ, իչար խորհրդով ծիբանից և ի գործոց փրկյազնիս, և ողոր միա քո արարածոց և մեզ բազմամեղացս Տեր, ամեն։ Ողջունում եմ ձեզ սիրելիներ, նախորդ անգամները մենք սկսեցինք Հովոն Ավետարանի ներածությունը ձեզ ներկայացնել, այս անգամ պիտի հենց բուն նյութին անցնենք և պիտի ձեզ ներկայացնենք Հովոն Ավետարանի առաջին գլխի 1-ից 5-րդ համարները, որոնք որ բավականին խրթին են և շատ հետաքրքիր, ու վստահաբար բոլորս էլ այս համարները ընթերցել ենք և մի քանի անգամ թերևս ընթերցել ենք, բայց բուն իմաստը, ինչպես իմ և վստահ եմ նաև ձեր համար շատ դեռ անհասանելի է և ինչքան էլ որ կարդանք վստահ եմ, որ պիտի նոր բացահայտումներ անենք մեր համար։ Ընթերցեմ համարը և մի փոքրիկ ծանուցում տամ, որից հետո պիտի սկսենք արդեն սերտողություն Աստվածաշնչի։ Ուրեմն 1:1 Հովանու Ավետարան. Սկզբից էր բանը, և բանն Աստծու մոտ էր, և բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծու մոտ էր։ Ամեն ինչ նրանով եղավ, և առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր, և այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է, և խավարը նրան չնվաճեց։ Այս համարներն են, որոնք որ, եթե նկատեցիք, երևի 3 նախադասություն կամ 4 ես ընթերցեցի, և թերևս ոմանք մտածեն, թե լավ, մոտավորապես հասկացանք խոհափիլիսոփայական ինչ-որ մտքեր են, որոնք որ ամեն մարդ յուրովի կարող է հասկանալ։ Վստահ եմ, որ այդպիսիները շատ են, բայց ինչքան որ փորձենք սերտել և հուսով եմ, որ նրանք, ովքեր որ այս մտքին են մեզ եթե լսեն, այնքան ավելի պիտի բացահայտեն նորություններ իրենց համար, որոնք որ երբևիցե թերևս և չէին էլ մտածել, իսկ այս ամենը նորից եմ ուզում շեշտել, որ իմ անձնապես նվաստիս միտքը չէ, որ ձեզ փորձելու եմ տալ, այլ եկեղեցու, առաքելական եկեղեցու մեծ հայրերի ուսմունքների հիման վրա է, որ փորձելու ենք սերտել։ Ուրեմն մինչև սկսելը, քանի որ Հովանու Ավետարանի սկիզբը ես կարդացի, ուզում եմ մի փոքրիկ ակնարկ ընդհանրապես ավետարանների սկզբերի մասին։ Նախորդ անգամ մենք խոսեցինք այս սկզբերի մասին։ Օրինակ, եթե հիշում եք, ես փորձեցի առաջին 3 ավետարանները Մարկոսը թողեցի, չնայած չէ Մարկոսն էլ ասեցի, իրենց սկիզբը համեմատել Հովանու մեջ ու ցույց տալ, թե ինչքան բարձրից է սկսում Հովանու Ավետարանը, եւ նաեւ այդ կենթանիների խորհրդանիշները ձեզ ցույց տվեցի, ասելով որ Հովանեսը հենց ինքը արծիվն էր, որը որ վերևից սկսեց։ Բայց եթե ուշադրություն դարձնենք, հիմա եթե համեմատեմ Մատթեոսի ավետարանը եւ ասենք Հովանեսինը, մի փոքրիկ էլ ակնարկ պիտի տամ Ղուկասին, պիտի հստակ նաեւ ավելի կոնկրետ, մանրակրկիտ տեսնենք այս տարբերությունը հենց սկզբի մեջ։ Օրինակ, երբ որ մենք նախորդ անգամ ասացինք, որ Մատթեոսը այսպես սկսեց, Դավթի որդու, Աբրահամի որդու ավետարանը, որը որ Հիսուս Քրիստոսի ավետարն էր անշուշտ, եւ միանգամից սկսում է ծագումնաբանությունը, եւ այս ծագումնաբանությունը ինքը 4-14-ների է բաժանում, որը որ իրական վերջինը իհարկե 14 չէ եւ սա իր նպատակը ունի։ Հիմա մենք Մատթեոսի մասին չպիտի խոսենք, սկսում է ուրեմն Աբրահամից եւ գալիս հասնում է մինչեւ Հիսուս Քրիստոս։ Հետաքրքիր է, որ այստեղ հայր որդի այս ծագումնաբանությամբ Մատթեոսը հստակ մեզ ցույց է տալիս եւ կարծես վերևից է սկսում։ Վերևից գալիս մինչեւ հասնում է Հիսուս Քրիստոսին, ցույց է տալիս իր մարդկային ծագումնաբանությունը, ազգաբանությունը, որը որ շատ կարեւոր է, որովհետեւ ի վերջո մեր մարդկային հասարակարգի մեջ էլ է սա կարեւոր, հարցնում են ով ես, ի վերջո նաեւ ուզում են իմանալ ում զավակն ես, կամ ովքեր են քո նախնիները, եւ ըստ այդմ նաեւ կարծիք են կազմում քո մասին։ Նույնն էլ պարագաներ այս դեպքում Հիսուսի հрьяաներին պետք է եւ նաեւ ամբողջ աշխարհին ներկայացնել Հիսուսի ծագումնաբանությունը։ Հետաքրքիր է, որ Ղուկասն էլ ունի ծագումնաբանություն, բայց Ղուկասը ոչ թե վերևից է իջնում, այլ ներքևից, ժամանակագրական առումով ներքևից, ուզում եմ ինձ ճիշտ հասկանաք, Քրիստոսից եւ բարձրացնում այս անգամ ոչ թե միայն Աբրահամ, այլ բարձրացնում է միջև վերև Ադամ եւ հասցնում միջև Աստծուն։ Եվ այստեղ Ղուկասը ներքևից բարձրանալով մեզ ցույց է տալիս Քրիստոս եւ Աստված այս հարաբերակցությունը, կապը, ազգաբանությունը տանում է միջև Աստված։ Հետագամ, երբ որ մենք պիտի ընթերցենք հայրերին, պիտի տեսնենք, որ շատ դժվար բան է ընդհանրապես
ծագումնաբանություն տալը, ուր մնաց, հիմա գալիս ենք արդեն Քրիստոսի մյուս կողմին, նրա աստվածային բնության իբրև այդպիսին, եւ տեսեք, քանի որ մենք շեշտեցինք, որ Հովհաննես Ավետարանիչը վերջում էր գրել, ուրեմն այս երկուսը իր մտի ունենալով եւ իր ձեռքի տակ ունենալով, հիմա պիտի ինքը առաջ գնար եւ պիտի մեզ ներկայացներ Քրիստոսի աստվածային ծագումնաբանությունը, այն ինչ որ մարդու մտքի համար անհնար է հասկանալ։ Եվ սրա համար է, որ լինելով այսքան խրթին ու բարդ, ինչպես որ Սաղմոս 2-ում պիտի ասեր, ով կարող է քո ազգաբանությունը մեզ ներկայացնել։ Ինքը փորձում է ամենավերևից հնարավորինս գոնե մեր մարդկային մտքի տարողության չափով ներկայացնել այս ծագումնաբանությունը, Քրիստոսի ծագումնաբանությունը եւ սկսում է այս 5 առաջինից 5 համարները։ Ասեմ հետեւյալը, ընդհանրապես եկեղեցու պատմության մեջ տարածված էր այն կարծիքը, որ Հովհաննեսը երբ որ գրեց այս խորքային միտքը, ինքը անգամ չհասկացավ, թե ինչ է սա։ Եվ սա նաև տրամաբանական է, որովհետև եթե մենք հաշվի ենք առնում, որ Աստծո ներշնչանքը կա եւ այսքան խորքը տանում է այս ներշնչանքը, վստահաբար մարդու միտքը ամբողջությամբ պիտի չհասկանար սրան։ Եվ սա ինչի եմ ասում, որ մենք էլ հասկանանք, որ եթե ինչ-որ բաներ կան, որ միգուցե կասկածներ կամ, ասենք, թերի մնա, սրանով չբավարարվենք, մենք ինքներս կարող ենք փորձել գտնել եւ սա ամբողջ կյանքի ընթացք պիտի լինի, սերտել Աստվածաշունչը եւ հասկանալ այն, ինչ որ այս պահին մենք չենք հասկանում։ Եվ հետաքրքիր է, որ նաև ասում են այս խտության մեջ ինքը այնքան մեծ բան ասեց, ինչքան որ ասենք հարյուրավոր բառեր չէին կարող բացատրել, այն ինչ որ Հովհաննեսը Աստվածային իր ներշնչմամբ կարողացավ բացատրել մի քանի բառերի միջոցով։ Ի սկզբանե կամ սկզբից սկսեցինք արդեն։ Հետաքրքիր է, որ բառը ի սկզբանե շատ խոր իմաստ է արտահայտում, եթե ուշադրություն դարձնենք սկիզբ բառը կամ ի սկզբանե բառը նաև օգտագործվում է ծննդոցի ամենասկզբից, այսինքն Աստվածաշունչ Մատյանը սկսում է այս բառերով։ Ուղղակի փոքր միանգամից, եթե ձեր մոտ էլ Աստվածաշունչներ ունենաք, կարող ենք բացել եւ կարդալ, որ հենց առաջի բառերը, որ Մովսեսը պիտի խոսեր, ծննդոցի 1-ից պիտի հետեւյալը լիներ, որ սկզբից Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը։ Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրն անձև ու անկազմ էր, խավոր էր տիրում անհունի վրա եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա եւ Աստված ասաց. «Թող լույս լինի»։ Նաեւ դիտավորյալ կարդացի մնացած համարները, բայց հիմա կենտրոնանանք սկիզբ բառի վրա։ Այս սկիզբը, ինչպես որ առաջի բառն է Աստվածաշունչ Մատյանի, առաջի բառն է նաեւ Հովանու Ավետարանի։ Եվ այստեղ ես ուզում եմ տարբերակ դնել, տարբերակում դնել, զատորոշում դնել։ Սկիզբը առաջին չէ, որովհետև շատ հաճախ մեր մոտ հոմանիշ կարող է լինել սկիզբ եւ առաջին բառերի, եւ լինում են դեպքեր, որ սրանք իրար կարող են եւ փոխարինել։ Բայց օրինակի համար, երբ որ ես ասում եմ առաջին, եսի նկատի ունեմ նաեւ շարունակականություն, առաջինը կա որպես կանոն սա։ Երկրորդը պիտի լինի եւ ըստ այդմ նաեւ շարունակությունը։ Երբ որ ես ասում եմ սկիզբ, ես շարունակականություն իբրև այդպիսին չեմ տեսնում, բայց թերևս տեսնում եմ վերջ գաղափարը, սա էլ արդեն հունահռոմեական այս մտածողության հետևանքը պիտի լինի եւ սրան էլ մենք պիտի նաեւ անդրադառնանք։ Օրինակի համար ես կարող եմ ասել մարդու սկիզբը մարդու ծնունդն է։ Բայց այս դեպքում առաջինը չի փոխարինի մարդու առաջինը մարդու ծնունդն է։ Եվ սա ինչի է կարևոր, ներողություն, որ մենք լավ հասկանանք, թե ինչու Ավետարանիչը սկիզբ բառը դրեց, որովհետև երբ որ մենք ասում ենք սկիզբ, սկզբի սկիզբը չենք ակնկալում, սկիզբը արդեն սկիզբն է, հիմքն է, ամեն ինչի սկիզբն է, եւ այստեղից է հետաքրքիր է, որ Հովհաննեսը սկսում իր միտքը ավելի խորացնելով, ավելի տանելով, որովհետև եթե ուշադրություն դարձրեցիք, ես ընթերցեցի սկզբից Աստված ստեղծեց, այս ստեղծել առաջագործություն բառը, ստեղծագործություն բառը, երբ որ կար բանի մեջ, ծննդոցի առաջի համարի մեջ, այստեղ ստեղծել բառը չկա, այստեղ սկիզբը ինքնին անստեղծ սկիզբ է, որ Հովհաննեսը այստեղ մեզ խոսում եւ փորձում է ներկայացնել։ Նաեւ շարունակությունն է շատ կարեւոր եւ սկզբից էր։ Ես մի քիչ առաջ ասացի, որ եթե մենք հունահռոմեական փիլիսոփայությանը հետևենք, այն ինչ որ ունի սկիզբ, ունի նաեւ վախճան, եւ սա հայրաբանական գրականության մեջ, եկեղեցու պատմության մեջ բազմաթիվ անգամներ խոսվել ու ասվել է։
Եվ նույնիսկ ասենք արիոսականությունը, որը որ հերետիկոսական մի ուղղություն էր, եւ սրա հետքերը այսօր Եհովայի վկաների մեջ ենք մենք տեսնում, ասում են, որ թեև որդին չարարված է եւ սակայն սկիզբ ունի, դա ինքնին ցույց է տալիս, որ պիտի վերջ ունենա, վախճան ունենա, որտեղ սկիզբ այնտեղ էր վախճան։ Եվ այստեղ եկեղեցու շատ մեծ հայրեր եւ այստեղ ուզում եմ թվել Աթանաս մեծ, Պարսեղ մեծ, Գյուրեղ Ալեքսանդրացի, Ոսկեբերան, բոլորը նույն միտքն են արծարծում, որ ուշադրություն ասում են դարձրեք, սկզբից էր, անգլերեն was, այսինքն սկզբից է բանը չի, սկզբից երը ցույց է տալիս նաեւ սկզբի անցյալը, երը ինքնին արդեն անցյալի մասնիկ է իբրև այդպիսին։ Եվ ցույց է տալիս, որ որդին սկզբից նույնիսկ սկզբին նախորդում էր, ավելի առաջ էր, քան ինքը սկիզբը։ Եվ սա ինքնին մեծագույն վստահաբար մեծագույն փաստարկն էր, որ հավետարին այստեղ փորձում էր ցույց տալ որդու անժամանակ գաղափարը, ժամանակից բարձր, ժամանակից անդին, ժամանակ ստեղծող լինելու հանգամանքը։ Եվ հենց այս նույն բառն էր, որ Սաղմոս 2:54-ի մեջ պիտի ասեր ժամանակներից առաջ դու կայիր։ Իսկ արդեն Եբրայեցիս 1-ի մեջ մենք պիտի կարդանք, որ դու ինքը ժամանակները ստեղծեց։ Ուրեմն ժամանակ ստեղծող է եւ ժամանակից առաջ կալ այս Սաղմոս 54-ի մեջ, 54-20, որ մենք նաեւ տեսնում ենք հետագայում այստեղ Հովհաննես 1-ի մեջ ցույց է տալիս այն, որ էր մասնիկը ինքնին Քրիստոսի մասին էր խոսում, որ սկզբից առաջ արդեն Քրիստոս կար, բանը, այս դեպքում ուշադրություն, բանը կար եւ գոյություն ուներ։ Հիմա մենք կպիտի գանք նաեւ բան գաղափարը։ Ուրեմն տեսեք, խոսում ենք սկիզբ, էր եւ բան բառերի մասին։ Բան խոսք է, որտեվ շատ հաճախ մեր այսօրվա իրականության մեջ բան բառը իր իմաստը փոխել է եւ տեղին կամ անտեղին օգտագործում ենք բան։ Այս բառը օգտագործում ենք առանց հասկանալու նրա իրական իմաստը, բան, լոգոս, այսինքն խոսք։ Բայց երկրորդ իմաստն էլ ունի հունարենի մեջ, նշանակում է նաև տրամաբանություն, իմացություն։ Ուրեմն այս երկու իմաստներ ունի, բայց այստեղ կոնկրետ օգտագործվում է խոսք բառը ավելի շատ այս իմաստով։ Իսկ հիմա հասկանանք, թե ինչ է խոսքը ի վերջո։ Օրինակ Եփրեմ ասորին իր համաբարբարի մեկնության մեջ ասում է, որ մարդկային հարաբերության մեջ էլ այդպես է, մի բան, մի էություն, որ կա մարդու մեջ, պիտի արտահայտվի խոսքով։ Եվ ասում է Աստծո որդին խոսք անվանեց այն իսկ պատճառով, որ մեզ ցույց տա, որ այն ինչ որ Աստծո նախախնամությամբ կամ այս mystery-ին կար, այս ամբողջ աստվածային արարչագործության նպատակը կար, նա մեզ պիտի բացահայտեր հենց իր միջոցով, խոսքի միջոցով, դառնալով ճշմարիտ այս խոսքը, լինելով ճշմարիտ այս խոսքը։ Ուրեմն խոսքը նաև այդ միջոցն է, որը որ մեզ պիտի բացահայտեր այն, ինչ որ ի սկզբանե էր, գոյություն ուներ, բայց մենք լինելով խավար չենք կարողացել այս հասկանալ եւ այս խոսքն էր պետք, որ մենք կարողանայինք հասկանալ։ Բացի դրանից, եթե ուշադրություն դարձնենք, մենք պիտի տեսնենք, որ Սաղմոս 2-ն էլ նաեւ ասում է, որ Աստված իր խոսքով ստեղծեց ամեն ինչ։ Եվ շատ կարևոր է։ Եվ այստեղ բացի իր խոսքով արտահայտությունը նաեւ Սաղմոս 103-րդ Սաղմոսը նաեւ պիտի ասեր, որ Աստված իր իմաստությամբ ստեղծեց ամեն ինչ։ Եվ եթե կանդրադառնանք, շնորհալին շատ գեղեցիկ կերպով իմաստություն Հոր Հիսուս այս փոքրիկ քարյակը, որ Շավաթով Խոստովանիմի մեջ էր, նույն միտքը նաև արծարծում է իմաստություն Հոր Հիսուս, դուր ինձ իմաստություն, ուրեմն իմաստությունը եւ խոսքը երկուսն էլ Սաղմոս 2-ի մեջ արտահայտված շատ կարեւոր են, որովհետեւ եթե 32-րդ Սաղմոսը ասում է խոսքը ստեղծեց ամեն ինչ եւ իմաստությունը հետագայում, նաև պիտի առաջի Կորինթացիցի մեջ տեսնենք, որ այս Քրիստոսը, որ դեռ Քրիստոս բառը չի օգտագործում եւ դիտավորյալ չի օգտագործում, նաեւ Աստծո զորությունն է։ Ուրեմն Աստծո խոսք, Աստծո իմաստություն, Աստծո նաեւ տրամաբանություն, ի նկատի ունեմ լոգոս բառի երկրորդ իմաստը, եւ նաեւ Աստծո զորություն։ Այս 4-ը ուզում եմ հիշենք եւ նաեւ դրանից հետո ուրիշներն է կան, բայց գոնե այսօր այս մեր առաջին սերտողության ժամանակ այս 4-ը բավարար է, որ մենք հիշենք։ Ուրեմն սա այդ խոսքն է, որ մենք պիտի տեսնենք եւ որը որ շատ կարեւոր է նաեւ մեր ընդհանուր մեր մարդկային հասարակության մեջ։ Շարունակենք։ Եվ բանը Աստծու մոտ էր։ Մինչև այս մտքին անդրադառնալը, քանի որ ես շեշտեցի, որ Քրիստոս կամ Տեր բառը չի օգտագործում, կամ Որդի բառ ու Աստված բառ, Հայր բառ չի օգտագործում, սա իմաստ ունի։
Որովհետև նորից անդրադառնամ, ասենք Մատթեոսին ուղղակասին եւ ցույց տամ, որ այնտեղ ասենք Աբրահամը ծնեց Իսահակին, հայր-որդի փոխհարաբերությունները հստակ ցույց է տալիս եւ այս հայր-որդի փոխհարաբերությունները ի վերջո գալիս հանգում են Քրիստոսին։ Եվ այնտեղ նաեւ Քրիստոսի հոր անունն է տրվում իբրև Հովսեփ։ Եվ այստեղ մենք երբեք չենք ուրանում նաեւ այս գաղափարը, որովհետեւ ընդունվեց է ոչ թե Հովսեփից ծնված, այլ Հովսեփին իբրև հայր ընդունած Քրիստոսի մոտեցումը, որ հենց աստվածաշնչային իսկ է, բայց շարժություն դարձրեք, եթե այսքան խորքի մեջ, որը որ Հովանեսն է տալիս, իսկ մյուսները չեն տալիս, հայր եւ որդի փոխհարաբերությունը լիներ, ի սկզբանե էր, ասենք, որդին եւ որդին հոր մոտ էր, միանգամից նորից ժամանակագրական առումով խնդիր կունենանք, ուրեմն որդի եւ հայր, եւ այսօր շատ սխալ են այն անձինք, որոնք որ կարծում են, որ եթե որ ասում ենք հայր եւ որդի, ուրեմն ժամանակի մեջ մենք տարբերություն ենք տեսնում եւ հորը միշտ առաջնություն են տալիս, սա սուրբ իորթությունը չէ, նրանք հավասար են եւ նրանք ժամանակից առաջ են եւ նորից ես ուզում եմ շեշտել Սաղմոս 2-ի այս միտքը, որ ժամանակներից առաջ դու արդեն ստեղծեցիր ժամանակը, դու ժամանակը ստեղծեցիր ամեն ինչից առաջ, ուրեմն Աստված եթե ժամանակից առաջ է, մեզ հստակ նաև ցույց է տալիս, որ հայր-որդի գաղափարը այստեղ չի ուզում դնել, որ մենք չշփոթվենք եւ չփորձենք ժամանակի մեջ տեսնել հորն ու որդուն, իսկ մեզ Գրիգոր Նյուսացին պիտի ասեր նաև սա արես, որպեսզի ցույց տա, որ եթե ասեր հայր, նաև պիտի մարդկային մեր մտածելակերպը հասկանար մայր, որտեվ եթե հայր կա, ուրեմն մայր էլ պիտի լիներ։ Եվ հետաքրքիր է, որ այս վերջերս մեր Ամերիկայի Միացյալ Նահանգների ափերում շատ անձինք կան, որոնք որ տնետուն են պտտվում եւ նոր մի գաղափարախոսություն են բերում, որ գիտեք, հիմա մենք մոռացել ենք, որ գոյություն ունի նաեւ Մայր Աստված, ինչպես որ Հայր Աստված կար, այնպես էլ վստահաբար նաեւ պիտի Մայր Աստվածը լիներ, մի անհիմն абսուրդ էսպիսի մի միտք, մի գաղափար, որը որ հետաքրքրորեն արդեն առաջի դարերի եկեղեցու հայրերը անդրադարձել էին, թե ինչի նաև Հովանեսը այս միտքը չբերեց, հայր-որդի հարաբերությունը ի սկզբանե բառի մեջ, որպեսզի մարդ իր փոքրիկ մտածելակերպով չշեղվի, չտանի, այլ բերեց զուտ մի բան, մի խոսք, բան, այսինքն խոսք։ Եվ բանը Աստծո մոտ էր։ Այստեղ հստակ մեզ մոտ ցույց է տալիս, որ այս բան կոչվածը, խոսք կոչվածը Աստծո մոտ էր եւ Աստծո մեջ չէր, հետաքրքիր է։ Նաեւ հետագամ իհարկե Քրիստոս Հովանավետան պիտի ասի, հայր դու իմ մեջ ես եւ ես քո մեջ, բայց այստեղ այս մեր համարի մեջ ինքը չի ասում, որ մեջն էր, այլ մոտ էր։ Մոտ ասելով ինչ է նշանակում, եթե ես մեկին ասում եմ իմ մոտ, նշանակում է ինձնից առանձին։ Եվ այս առանձնությունը այստեղ եկեղեցու հայրերը հստակ տեսնում են Սուրբ Իորթության հիմքերը, այսինքն որդին անձ է, առանձին անձ է իբրև այդպիսին։ Եվ այստեղ նրա մոտ գաղափարը հենց սա էր ցույց տալիս, որ առանձին անձ է որդին հորից առանձին։ Եվ դրա համար մենք այստեղ փոքրիկ ակնարկ Սուրբ Իորթությանը ընդունում ենք, որ մեկ է Աստված, ով ունի մեկ բնություն, բայց երեք անձինք, հայր Աստված առանձին անձ, որդի Աստված առանձին եւ հոգին Աստված առանձին, բայց երեքը մեկ են իրենց բնությամբ։ Եվ սա էր նաեւ հայրերի իսկ բնորոշմամբ վկայում Հովանեսը, որ նրա մոտ լինելը ցույց է տալիս նրա առանձին անձ, Քրիստոսի առանձին անձ լինելը, հետագայում իհարկե այս ամբողջը պիտի գար մինչեւ Տաթևացի եւ նաեւ շարունակություն ցույց տալու համար Քրիստոսի անձնավորությունը առանձին իբրև այդպիսին անձ լինելը, որովհետեւ եթե այդպես չլիներ, հետագայում նաեւ հերետիկոսություն պիտի սկսվեր երկրորդ տարից պատրիպացիանիզմ, հայրաչարչարություն, որոնք որ այնքան չէին կարողանում անդրադառնալ Եորթության այս գաղափարի մեջ, որ ասում են չարչարվողը խաչի վրա հայրն էր, այսպիսի բան չի կարող լինել։ Եվ դրա համար է այստեղ մեզ պետք երկրորդ անձ գաղափարը, որը որ բաժանում է էությունը իրարից։ Գիտեմ, որ սրանք խրթին են, ամենայն դեպս սրանք պիտի որ առաջի անգամ իսկ տամ, հետագայում մենք ավելի մանրակրկիտ ավետարանի իսկ մեկնություններով կփորձենք տեսնել։ Հիմա բայց նաև մեկ ուրիշ խնդիր կա։ Եթե ասում ենք առանձին անձ է, ոմանք կարող են ասել, ուրեմն այդ դեպքում առանձին էություններ էլ կարող են լինել, առանձին բնություն։ Եվ սրա համար է որ Հովանեսի շարունակությունը նրա մոտ էր ասում, եւ բանը Աստծու մոտ էր, եւ բանը Աստված էր։ Ցույց տալով, որ լինելով Աստծու մոտ, լինելով առանձին, իբրև այդպիսին անձ, նա ինքը հենց նույն Աստվածն է։
Տեսեք Սուրբ Երրորդությունը, մեկ բնություն, երեք անձինք գաղափարը, հստակ շեշտված էստեղ առաջին իսկ գլխի, առաջին իսկ համարների մեջ։ Ուշադրություն դարձրեք, արդեն իսկ առաջի դարերից Աստվածներ կամ Աստված էր գաղափարով հստակ ցույց է տալիս, որ ոչ թե որևիցե մի Աստված իբրև այդպիսին, ինչպես որ ասենք այսօր Եհովայի վկաներն են անում, օրինակ անգլերեն տարբերակի մեջ a God են նշում, որևէ Աստվածներից մեկը, եւ այսպես ցույց են տալիս, որ որդին այդ նույն Աստվածը չէ։ Այլ ասենք մեկն է, օրինակ Սաղմոս 81-ը բողոքական հրատարակությամբ 82-ի մեջ պիտի տեսնենք, որ դուք Աստվածներ եք արտահայտությունն է ասում, Աստված ի նկատի ունի մարդկանց։ Եվ կարծես հետաքրքրորեն նրանք այս համարները փորձելով բերել իմի բերել, ասում են, որ նաև սա կարող ենք այսպես դիտել, մոտենալ սրան։ Ավետանիչ երբեք սա չի ասում, ավետանիչը հստակ ասում է, որ նա Աստված էր։ Եվ ինչի էր նա Աստված, որովհետև նա ստեղծված չէր, արարված չէր, նա արդեն ի սկզբանե իսկ Աստված էր։ Եվ սա ամբողջությամբ փաստում է ուղղափառ հավատքը մեր։ Եվ սա ուղղակի ուզում եմ, որ դուք նույնպես տեսնեք։ Շարունակենք, որովհետև կարելի է շատ խոսել այս մասին, բայց պիտի շարունակենք, նա սկզբից Աստծու մոտ էր, նորից է կրկնում այս միտքը, երկուսին ենք ասել, 1-2, նա սկզբից Աստծու մոտ էր։ Եվ այս մասին քանի որ արդեն մենք խոսեցինք, բայց իմաստը նաև ուզում եմ նորից շեշտել, որ այս Աստծու մոտ լինելու գաղափարը մեկ անգամ եւս փորձում է շեշտել այն հանգամանքը, որ որդին լինելով Աստծու մոտ նույն հայրը չի, այսինքն նույն անձը չեն, տարբեր անձինք են, բայց Աստված լինելու հանգամանքով բնությամբ նույնն են։ Եվ այստեղ միշտ հայրերը բերում են այն օրինակը, որ լույսը իր ճառագայթով կարող է տարբերություն լինել, արևն իր շոխերով տարբեր լինեն, շոխքը արև չէ, բայց արևի նույն էություն ունի եւ այսպես էլ նորից բերում են հայր-որդի փոխհարաբերության մեջ։ Ուրեմն ամեն ինչ նրանով եղավ։ Հասանք երրորդին։ Գիտեք, հետաքրքիր է, որ երբ որ մենք փորձում ենք անդրադառնալ, շատ հաճախ Քրիստոս իբրև այդպիսին չի դիտվում իբրև արարիչ։ Այսօր մեր իրականության մեջ եւ նորից եմ ուզում նախորդ անգամ էլ ասացի, քաղաքեդոնական այս մտայնությունը անգամ երկություն մտցրեց, որ չգիտես ինչու այսօր, ասենք, շատ եկեղեցիներ բողոքական միշտ աղոթում են հորը որդու միջոցով։ Երբեք որդուն առանձին աղոթք չեմ տեսնում, գոնե այս վերջի շրջանում, որ մնաց Սուրբ Հոգուն։ Եվ քանի որ այս երկրորդական տեղն է դնում Քրիստոսին, որը միայն միջնորդ է դիտվում եւ ոչ թե արարիչ, ոչ թե ճշմարիտ Աստված, այս դեպքում նաեւ միշտ իբրև արարիչ մենք տեսնում ենք հորը։ Բայց այստեղ ավետարանը հստակ ասում է, որ ամեն ինչ նրանով եղավ, եւ նորից ես ուզում եմ շեշտել այն երկու համարները, որ ասում էր Աստված իր իմաստությամբ ստեղծեց եւ Աստված իր խոսքով ստեղծեց։ Եվ այստեղ նաեւ շարունակությունն է Աստված ասում է ամեն ինչ նրանով եղավ։ Եթե ինչ որ բան եղել է աշխարհում, ուրեմն սա եղել է նրանով, խոսքով, Տիրոջով։ Ուրեմն Տերը արարիչն է։ Եվ երբ որ ես ասում եմ արարիչ, այստեղ չեմ ուզում տարանջատել Սուրբ Երրորդությունը, որովհետեւ եկեք ստեղծենք, եթե կհիշենք ծննդոցի այս մոտեցումը, որ կար այս հոգնակին կար, եկեք ստեղծենք մարդուն մեր պատկերով ու նմանությամբ, հստակ ցույց է տալիս, որ երրորդությունը ի սկզբանե իսկ արդեն կար եւ քանի որ այստեղ նպատակը Հովհաննես Ավետարանչի որդուն ներկայացնելն է, որդուն է, որ ցույց է տալիս իբրև նաեւ արարիչ, որ մեր մոտ սխալ կարծիք չլինի, թե որդին արարիչ չի, ուղղակի արարչագործության մեջ ինչ որ մի գործիք է, ոչ, որդին ինքը հոր եւ Սուրբ Հոգու հետ արարչագործ է եւ արարիչն է ամբողջ եղած բաների։ Եվ շարունակությունը տեսեք եւ առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Կարծեք այսօրվա մեր ընթերցողի համար, եթե ավելի խորը նայենք, պիտի տեսնենք, որ այս երկրորդ նախադասության երկրորդ մասը պետք չէ։ Ամեն ինչ նրանով եղավ, կարող են վերջակետ դնել ու վերջացնել։ Բայց եւ շարունակությունը եւ առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է, ենթադրել է տալիս, որ ըստ երևույթին հեղինակը ուրիշ միտք ուներ։ Եվ ուշադրություն դարձրեք, շատ հաճախ հարց եմ տալիս անձանց, թե կա արդյոք մի բան, որ Աստված չի ստեղծել։ Եվ իբրև այդպեսին շատեր ասում են, որ չէ, բայց եթե մենք նայենք
Եսայի 53:9 պիտի տեսնենք, որ հստակ ասում է, որ Աստված մեղքը չի ստեղծել։ Եվ այստեղ նաև հայրերը պիտի շեշտեն այն հանգամանքը, որ մեղքն ինքնին արարչագործության մեջ տեղ չունի։ Չարը ինքնին տեղ չունի, եւ շատ հաճախ երբ որ ասում են ինչու այսքան չար եւ այլ, չարը իբրև այդպիսին արարչագործությունից չէ, որ ստեղծված չէ, արարված չէ։ Չարը հետևանք է ազատ կամքի, որը որ եղել է արարչագործության մեջ իսկ, այսինքն երբ որ լույսը դառնում է խավար, ինչ է լինում, լույսը եւ այս դեպքում կամք ունեցող լույսը, որը որ նաև հրեշտակների դասը պիտի կոչենք առաջին իսկ օրից, կամովին իրեն հեռացնում է աղբյուրից, լույսի աղբյուրից, եւ այսպես հեռանալով գնալով ավելի խավարում եւ դառնում է խավար։ Եվ քանի որ սա էր ես ուզեցի ցույց տալ ձեզ, սա է որ ասում է եւ նրան եւ ասում է առանց նրան չեղավ ոչինչ, որ եղել, այս ոչինչի գաղափար, այս մեղքի ու չարի գաղափարն է, որը որ եթե եղավ էլ, եղավ ոչ թե Աստծո ստեղծածով, որ չասեն Աստված ուրեմն բարին ու չարն է ստեղծել, ինչպես որ դուալիստական այս երկություն ունեցող կրոններն են, որ այսօր էլ կան։ Եվ այսօր էլ այդպես է, շատ հաճախ մենք դատում ենք ինչ որ մարդկանց կամ երևույթների մասին ելնելով մեր ոչ թե տրամաբանությամբ եւ նաեւ Աստծո իմացությամբ եւ աստվածային շնորհներով, Աստծո լույսով, այլ մեր անձնական ներ, այսպես կարծիքները եւ կարծատիպերից ելնելով, որոնք որ շատ սխալ են։ Ուրեմն Աստված իսկ Հիսուս Քրիստոս ստեղծողն է ամեն ինչի, եւ եթե ինչ որ բան կա, որը որ չարն ու մեղքն է, նա չի ստեղծել, այլ սա ինքնին հետևանք է այդ չարի, որը որ տվյալ դեպքում ասենք կոչում ենք թշնամի, որ սատանան է, իր անձնական կամքի հեռանալու հետ, որը բացարձակ նորից եմ շեշտում կապ չունի արարչագործությանը։ Եվ դրա համար հետո ուղղակի միտք ծագեց, երբ որ մենք մոտենում ենք Ադամի գաղափարին կամ երբ որ Քրիստոս եկավ առանց մեղքի այս մոտեցումը, որովհետև մեղք ինքնին չկարել, մեղքը հետագայում մտավ աշխարհ, եւ սա է պատճառը, որ երբ որ Քրիստոս եկավ, այդ արարչագործությունը վերականգնեց, որը որ առանց մեղքի էր։ Կյանքը նրանով էր։ 4. Կյանք։ Այս հարցը թերևս շատերը կարող են յուրովի մեկնել, ինչ է նշանակում կյանք, ինչ է կյանքը, որպեսզի չանդրադառնամ այս ամբողջ մեր հասարակության մեջ տարածված մտքերի, որտեղ բազմաթիվ են այս մտքերը, աստվածաշնչային կամ եկեղեցու այս մոտեցումը տամ, կյանքն ինքնին Քրիստոս կոչեց ինքը, իրեն։ Ես եմ ճանապարհը ճշմարտությունը եւ կյանքը եւ Հովանու առաջի թղթի, ոչ թե առաջի ավետարանի, առաջի թղթի առաջին իսկ գլուխներից մենք կարդում ենք, որ այս կյանքին, ով Քրիստոսն է հստակ, մենք շոշափեցինք։ Ուրեմն այս կյանքը ինքը Տերն է, այսինքն բացի նրանից, որ ինքը կյանքն է, ինքը նաև կյանքի սնուցողն է, աղբյուրն է, որովհետև միտքը, որ ասում է կյանքը նրանով էր, հստակ մեզ ցույց է տալիս, որ այս կյանքը պարփակված է նրա մեջ, առանց նրա կյանք փաստորեն գոյություն չունի, ոչ աշխարհում, ոչ ընդհանրապես տիեզերքում։ Ընդհանրապես, եթե մենք ուշադրություն դարձնենք, նույն ուզում եմ մի բառ էլ շեշտեմ, որ շատ կարևոր է, Հովանու այս ավետարանի 17-րդ գլխի մեջ մենք հստակ պիտի տեսնենք Քրիստոսի այն միտքը, որ սա է հավիտենական կյանքը։ Հայր, որպեսզի ճանաչեն քեզ եւ ինձ քո որդուն, այս մոտեցումը կա։ Ճանաչել Աստծուն նշանակում է ունենալ հավիտենական կյանք, եւ այս կյանք գաղափարը ի վերջո Քրիստոս մեկ բառ շեշտեց՝ հավիտենական, այսինքն անվախճան, անվերջ կյանք, որ իրականում մեր այսօրվա կյանքը չի կարող լինել, այլ երկնային կյանքն է, այն օթևանները, որոնք որ Տերը մեր համար պատրաստել է եւ որին որ մենք պիտի ձգտենք հասնել, եւ սա մեր կյանքի, երկրային կյանքի նպատակը պիտի լինի։ Այս կյանքը իբրև այդպեսին միշտ նմանեցնում են կամ կամուրջի, որը որ պիտի անպայման ուզես թե չուզես անցնես, կամ հյուրանոցի, որ իբրև հյուր, ասենք Անտոն Անապատականը պիտի ասեր, հյուրանոց է, որը որ մտել ես եւ ուզես թե չուզես քոնը չի պիտի դուրս գաս։ Անկախ նրանից թե դու ինչպեսի համարում ես ապրում հյուրանոցի, թանկարժեք համարում, թե ավելի համեստ համարում, դու այդ հյուրանոցը լքելու ես ու գնաս եւ ամենակարևորը պիտի գիտակցես, որ դու ապրում ես հյուրանոցում, այսինքն այս աշխարհը հյուրանոց է, ասում է Անտոն Անապատականը, եւ պիտի հասկանաս, թե հյուրանոցից դուրս գալուց ուր է, որ պիտի գնաս։ Դեպի քո իրական տունը, որ երկնքում է, հայր մեր, որ հերկինս ես, որտեղ որ քո հայրն է, թե դեպի խավար եւ դեպի տանջանք, հավիտենական տանջանք։ Եվ սա է, որ մենք իբրև
իմաստուն անձինք Քրիստոսի իմաստությամբ իսկ լցված պիտի գիտակցենք ու հասկանանք, եւ սա ամբողջ կյանքի նպատակն է։ Ուրեմն նորից կյանքը նրանով էր եւ շարունակությունը, եւ այդ կյանքը մարդկանց համար լույս էր։ Այստեղ երբ որ մենք խոսում ենք լույսի գաղափարի ու կամ մարդկանց համար լույսի գաղափարի մասին, ուշադրություն, կարող էր ուղղակի լույսի մասին խոսել, բայց մարդկանց համար լույս էր։ Մարդիկ ի վերջո տարբերվում են մյուս արարածներից, որովհետև նրանք իմանալի լույս, հենց մեր աղոթքների իսկ մեջ Քրափարյան, իմանալի լույսն են հասկում, այսինքն միտք ունեն եւ հոգի եւ կարողանում են նաեւ լուսավորվեն ոչ թե զուտ արևի շողերով կամ լուսնի լույսով, այլ նաեւ իմաստությամբ։ Եվ հենց այստեղ է, որ Քրիստոս հստակ մեզ կամ տվյալ դեպքում ավետարանչը մեզ ցույց է տալիս, որ մարդկանց համար լույսը հենց այս ինքը կյանքն է, Քրիստոսն է։ Իսկ երբ որ մենք խոսում ենք լույսի մասին, ուրեմն մենք պետք է հասկանանք, որ տարբեր լույսեր կան։ Օրինակ, առաջագործության առաջի օրը լույս կար իբրև այդպեսի, որ ես կարդացի մի քիչ առաջ, բայց մենք տեսնում ենք, որ 4-րդ օրն է, որ լուսատուները ստեղծվում են, ասինքն արև, լույսին, աստղեր, ինչպես որ ասում է հենց Ծննդոց գիրքը։ Եվ այստեղ մենք հասկանում ենք, որ արդեն լույս իբրև այդպեսին, երբ որ ասում ենք առաջի օրը լույսը կար, ի նկատի ունենք Աստծո ստեղծած բանական լույսը, որը որ ուզում եմ շեշտեմ, լույսի աղբյուրը չի, լույսի աղբյուրը ինքնին հենց ինքը տեժն է։ Այլ իմացական լույսն է, որը որ նաև հայրերը պիտի ասեն, հենց այս լույսի ժամանակ է, որ հետագամ չէ, որ մենք նաև մարգարեության մեջ պիտի տեսնենք, որ հրեշտակներն իբրև կրակե էակներ են դիտում, որտեղ որ հրեշտակները, ասենք, իմացական էակները ստեղծվեցին, որովհետև Ծննդոցի մեջ որովից միտեղ մենք չենք տեսնում, որ հրեշտակները գոնե առաջագործության մեջ որ ստեղծվեցին։ Ուրեմն սա այս լույսն է, սա առաջի լույսը կա, երկրորդը մեր այս մարմնավոր նյութական լույսն է, որ մեզ պետք է ապրելու, գործելու, տեսնելու, զատորոշելու, արժեքավորը վատից, կամ ընդհանրապես մեր կյանքը տնօրինելու, եւ ամենակարևոր լույսը իմացականությունից առավել լույսի աղբյուրն ինքն է, ճշմարիտ լույս, որ հետագայում մենք պիտի կարդանք, իսկ այդ ճշմարիտ լույսը, որ բոլորին լուսավորում է, իմացական լույս եւ նաեւ մատերիալական լույս, որ կյանքը տալիս ստեղծել է այս ամենը, ինքը տերն է ու փրկիչը։ Եվ երբ որ մենք խոսում ենք նաև մարդկանց լույսի մասին, այստեղ ուշադրություն դարձրեք։ Մատթեոս 4-ում մենք տեսնում ենք, որ խավարի մեջ նստածների համար լույս ծագեց, ասում է, որտեղ Տերը եկավ, այս էր ամբողջ կոնտեքստը։ Եվ իսկ Հռոմեացիս 1:21-ի մեջ մենք տեսնում ենք, որ մարդիկ խավարեցին, որովհետև նանրացան իրենց մտքերի մեջ։ Ուրեմն այս խավար կոչվածը, որը որ պիտի լույսը գար ու լուսավորեր, ոչ այլ ինչ է, եթե ոչ մեր մեղքերի հետևանքը։ Եվ դրա համար նաև Եբրայեցիս ներողություն Եփեսացիս 5-ի մեջ պիտի կոչե, որ դուք լույսի արդեն, լույսի որդիներ եք իբրև այդպիսին։ Խավար եք, բայց լուսավորվեցիք Պողոս առաքել։ Ուրեմն այս լույսը հասկանանք, որ մեղքի խավարը լուսավորող աստվածային ճշմարիտ աստվածգիտությունն ու հավատքն է, Քրիստոսի ճշմարիտ ուսուցումներն են, որոնք որ մեզ լուսավորում են։ Եվ քանի որ ժամանակը շատ կարճ է, ուզում եմ նաև շարունակեմ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ ասում են Քրիստոսով չեն լուսավորվել, սրանք նրանք են, ովքեր որ արևի տակ լինելով հանդերձ, գիտակցաբար իրենց աչքերը փակում են, որպեսզի արևին չտեսնեն։ Եվ եթե իրենք են փակում ներողություն աչքերը, թող արևին չմեղադրեն։ Քրիստոս մշտապես կա, երեք այսօր եւ հավիտյան։ Մենք է որ մեր հոգու աչքերը մեր ձեռքերով փակում ենք եւ դրանով իսկ չենք ուզում իրեն տեսնենք։ Լույսը կա, մենք պիտի բացենք այդ աչքերը, մենք պիտի ընթառաջ գնանք այդ լույսին։ Մենք պիտի ճանապարհով ընթանանք, ինչպես որ Սաղմոս 2-ն է ասում, ուրեմն մեր վրա է դա դրված։ Եվ չմեղադրենք լույսին, որովհետև լույսը միշտ կա, գոյություն ունի, ով է ճշմարիտ լույսը Քրիստոս։ Եվ լույսը խավարի մեջ լուսավորում է եւ խավարը նրան չնվաճեց, եւ սրանով պիտի ավարտենք։ Ընդհանրապես մանուկների մեջ էլ սա կա եւ անձնապես ես էլ իմ կյանքում սա նկատել եմ, որ խավարի մեջ մարդն իրեն շատ անապահով է զգում, որովհետև խավարը մեր հոգու, մեր անձի համար բնորոշ մի վայր չէ, լավ վայր չէ։ Եվ նույնիսկ արարչագործությունը, օրինակ, երբ որ նայում ենք արևը, երբ որ ծագում է, սկսում են թռչունները ծլվալ, ընդհանրապես սկսում է կարծես մի արթնություն, մի նոր սկիզբ է սկսում լույսով, լույսի ի հայտ գալով։ Խավարը, երբ որ մենք ասում ենք, խավարը նաև վախեցնում է։ Եվ շատ հաճախ իրապես, որ մենք տեսնում ենք, թե
ինչքան մարդիկ կան, որ խավարից վախում են, որովհետև խավարի մեջ դու, եթե իրապես խավար է եւ ոչ մի լույս չկա, դու անորոշության մեջ ես, դու նույնիսկ չգիտես թե ուր ես գնում եւ կամ քեզ երկու քայլ այն կողմ ինչ է սպասում։ Եվ սա ինքնին վախեցնում է։ Բայց եթե մենք հասկանանք, որ այս խավարի մեջ մենք լուսավորում ենք, լինելով հենց Քրիստոսի օրինակը մեր մեջ ունենալով եւ Մատթեոս 5 լեռանքարոս, որ դուք ճրակ եք, որ պիտի լույս տաք, կամ Հովհաննես 5:35, երբ որ Հովհաննես Մկրտչին է կոչում այդ ճրակը, լուսատուն, լույս տվող իր չափով, ճրակի չափով, ոչ թե ասենք օրինակի համար արևի չափով, այս դեպքում մենք ոչ թե պիտի իբրև քրիստոնյա ուշադրություն եմ ուզում դարձնենք, վախենանք խավարից, այլ պիտի մտնենք ու լուսավորենք եւ հետաքրքիր է Աբրահատ, ուրեմն սուրբ կար, որը որ երբեմն ասորու հետ այսպես ասորի սուրբեր ասում է լույսը կլանում ուտում է խավարը եւ ասում է եկեք այս լույսը մենք դառնանք, այսինքն մտնենք եւ լուսավորենք եւ ոչ թե խավարենք, այլ լուսավորենք, որովհետեւ ինչ, որովհետեւ խավարը երբեք չնվաճեց ճշմարիտ լույսին Քրիստոսին եւ խավարը չի էլ կարող նվաճել եւ սա ինձ իբրև քրիստոնյա մեծ ուժ է տալիս, որ եթե ես իմ մեջ կրում եմ այդ ճշմարիտ լույսը Հիսուս Քրիստոսին, ես չպիտի վախենամ խավարից, այլ ես պիտի փորձեմ հակառակը խավարը լուսավորել, որովհետև ինչ է խավար, եթե ոչ լույսի բացակայությունը, որտեղ որ լույս կա, այնտեղ խավար գոյություն չունի, եւ նաեւ այստեղ հիշեմ նույն Սուրբ Գիրքը, որ ասում է դրա մեջ լույս խավար չկա, ընդհանրապես չկա, Աստծո մասին էր խոսքը, եւ մենք էլի վերջո կոչված ենք Աստծուն նմանվելու, դառնալու Քրիստոսի կատարյալ հասակին։ Ուրեմն մենք էլ պիտի փորձենք մեր շրջապատը լուսավորել եւ դարձնել դա այն ավելի լուսավոր։ Իսկ լուսավորելի նկատի ունեմ նախ եւ առաջ լուսավորել Քրիստոսի ճշմարիտ հավատքով, մեր հայ առաքելական եկեղեցու դավանանքով ու վարդապետությամբ։ Դերևս այսքանը այսօր, գիտեմ, որ մոտ մի կես ժամ արդեն մենք խոսեցինք, փորձեցինք շատ սեղմ հավատացնում եմ ձեզ բառերով բացատրել։ Եթե որոշ հարցեր կլինեն, վստահաբար նաև մենք այդ առիթը պիտի տանք, որ հարցերին պատասխանենք, հնարավորինս երևի թերևս կոմպյուտերի միջոցով, համենայն դեպս նորից շատ-շատ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, իսկ ամենակարևորը փառք եմ տալիս ամենակարողին ճշմարիտ լույսին, Հիսուս Քրիստոսին, որ մեզ լուսավորեց այսօր եւ փորձեց նաև այդ լույսը տարածել մյուսների վրա։ Ուրեմն պիտի խնդրեմ, որ նաև այսօր բոլորս իրար հետ աղոթքով փակենք մեր Աստվածաշնչի սերտողությունը։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Պահապան ամենայնի Քրիստոս, աչ կողովանի լիցի ի վերամեր, ի տվե եւ ի գիշերի, ի նստիլի տան, գնալի ճանապարհ, ի ննջել եւ ի հառնել, սիմի երբեք սասանեցայից, եւ ողոր միակո արարածոց եւ մեզ բազմամեղացս Տեր։ Ամեն։